շատ կոռումպացված համակարգ է եղել եւ շարունակում է լինել, այսօր շատ ավելի մեծ եւ անհասկանալի, այսինքն եթե դիցուկ սրանց 10 տարի առաջ մենք գիտենք կա կոռուպցիա, այս process արժե, այսքան դու կաշակը տալիս հասցնում ես, հիմա փողը ունեցող մարդիկ նույնիսկ չեն կամ լուծել, այսինքն մի հատ համակարգը իբրտե կոռուպցիան հանելու շրջանակում մի հատ բան է ստեղծվել, համակարգ է ստեղծվել, որ ընդհանրապես գործերը առաջ չեն գնում։ Իբրտե բարեփոխումներ են արվում, ինչ-որ տենց խորհուրդներ են ստեղծում, իբրտե օբյեկտիվ որոշումներ եւ այլն, բայց ծփում են կոռուպցիայի մեջ, ծփում են դիլետանտիզմի մեջ, չկա պրոֆեսիոնալ մոտեցման ցանկություն։ Հենց որ դու ինչ-որ մի բան չգիտես, դու պետք է իմանաս, որ դու դա չգիտես։ Այսօր երկրի ամենաբարձր մակարդակով քարոզվում է մի բան, որ սկսած թիվ 1 մարդուց մինչև ամենամեծ գիտի։ Ցանկացած քաղաքապետի ընդունում են, Երևանը ինչ պիտի այ կամ Երևանը կամ չգիտեմ, Վեդին ինչ պիտի այգի պիտի ունենա, ինչպես տրանսպորտի խնդիր պիտի լուծի։ Ճամփորդելը, կոպիտ ասած, միշտ ասեմ, Լոնդոնում լինելը կամ Լոնդոնում ապրելը, դա չի նշանակում դու հասկացած տրանսպորտը ոնց աշխատում։ Չես խոսում ես ամեն ինչի մասին, դա ամեն ինչ նորմալ։ Նորմալ է դառնում Երևանում գալ, փրտել մի ամբողջ փողոցի ծառեր եւ տեղը տնկել ինչ որ, չգիտեմ, բալենիներ կամ սակուրաներ եւ այլ եւ այլն։ Եվ բնականաբար այս ամեն ինչը պետքա գա գալիս է ապացուցելու, այս ամեն ինչ փոխկապակցված է։ Դու չես կարող հանդուրժես քո ծառի կտրվելը կամ չես կարող հանդուրժես Արցախը, Արցախի կորուստը, բայց այս մեկը օրինակի չհանդուրժես։ Բոլորը փոխկապակցված։ Դու ունես իշխանություն, դու ունես մի հատ համակարգ, որ թքած ունի քո կարծիքը Արցախի վերաբերյալ, քո անվտանգության վերաբերյալ, քո առողջության վերաբերյալ։ Տարհատ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեզ տաղավար հյուրեք եկել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ինչպե՞ս եք։ Ոնց որ թե լավ։ Նման դեպքում ասեմ երկրի պես։ Սարատ ուզում եմ ամենասուր խնդիրներից սկսենք միանգամից։ Հարցադրությունից մեկի ժամանակ ասացիք, որ Երևանի բնապահպանական խնդիրները կատաստրոֆիկ վիճակում են։ Ուրեմն բացեք մի հատ փակագծեր եւ այդ խնդիրները որքան հնարավոր է ներկայացնեք մեր հանրությանը։ Փորձեմ շատ կարճ։ Ուրեմն Երևանը ունի մի շարք խնդիրներ, որոնք բնականon այսպես ասած գործունեության արդյունքում են, չգիտեմ, շինարարությունը որոշակի առումով, տրանսպորտը, քամիները եւ այլն կանաչապատումը, որ մենք երկար տարիներ սխալ քաղաքականության արդյունքում բան ենք արել, կորցրել ենք, բայց ունենք նաեւ պատճառներ, որոնք հենց այսօր սխալ վարվող քաղաքականության արդյունքում են, օրինակ դրանցից իմ կարծիքով ամենակարևոր բաներից մեկը դա Երևանից հյուսիս գտնվող ավազե հանքերի, այսպես ասած գործունեությունն է, որ ողջ փոշի մերում է Երևան, որտեղ Երևանի քամին հյուսիսից հարավ է, օրինակ եմ։ Հաջորդ ամենամեծ սխալ գծիկ հանցագործությունը դա Երևանի կեղտաջրերի կառավարումն է, որը գրեթե չի արվում, այսինքն ողջ Երևանի կեղտաջրերը, կենցաղային կոյուղին, առանց պատշաճ մաքրման լցվում է Հրազդան գետով գնում է, որոքում է Հարատյան դաշտի բնակավայրերը, մենք այդ տեղի լոլիկը վարում սոնդի տեսքով հետ ենք ստանում։ Ես կարծում եմ այս երկուսը շատ մեծ, այսպես օր առաջ պետք է դրանց դեմ աշխատանք տարվի, բայց դա բնականաբար սխալ կանաչապատումը, սխալ վայրենի կառուցապատումը, այս ամեն ինչը նպաստում է, որպեսզի մենք Երևանում ունենանք բավականին վատ կլիմայական պայմաններ։ Նոր բացահայտումներ եղավ, պարզվեց, որ ձմռանը նաև ջերուցման պատճառով օդը կեղտոտվում, կարծես թե էվրիկա հայտնագործություններ, քաղաքապետը ասեց այս վերջերս, որ բնականաբար դա կա, բայց այդտեղ է նաև նորից սխալ քաղաքականության արդյունք կա, որտեղ դերևս ոչ ոք չի պատշաճ հետազոտություն արել, բայց իմ շատ այսպես ասած նախնական պատկերացումով անհատական ջերուցման կաթսաների արտանետումները ավելին են, քան թե կենտրոնացվածները, այսինքն պետությունը այսօր պետք է քաղաքականություն վարի, որպեսզի ստիպի նորակառույց շենքերին ունենալ որոշակի համով կենտրոնացված ջերուցում։ Բայց սրանք փոքր սխալներ են, որոնք բերում են եւ դարձնում են այդ ուղղակի Երևանը բնակության համար վիշոչապով նույնիսկ վտանգավոր։ Իսկ դրսում այդ պրակտիկան կիրառելի է այդ ջերուցման համակարգը նկատի ունենալը։ Այո, այն երկրներ, որոնք ունեցել են նման համակարգը, փորձել են պահպանել, որոշ երկրներ կան այլ տեսակի էներգետիկ, այսպես ասած, պրոգրես են ունեցել, զարգացում են ունեցել, կարողացել են պահպանել, բայց դա պետք է լինի քաղաքականության մի մասը, որտեղ այսպես հնարավոր չի։ 2 տարի առաջ, եթե չեմ սխալվում, մենք առաջին անգամվա համար հուլիս ամսին, ընդհանրապես Հայաստանում էներգետիկայի պիկը, հոսանքի ծախսման պիկը միշտ եղել է դեկտեմբերին։
2 տարի առաջ, եթե չեմ, թե 3 տարի առաջ, դա տեղի ունեցավ հուլիսին, երբ օդը շատ է, օդը տաք էր եւ մենք ավելի շատ սկսեցինք հովացնել օրինակ։ Դա եւս բնապահպանական խնդիր է, որ պետք է անդրադառնալ դրան։ Ինչու է դա տեղի ունենում։ Բնականաբար ունենք կլիմայի փոփոխության բնական process-ներ, բայց նաև ունենք սխալ քաղաքականության արդյունքում այսպես ասած առաջացող խնդիրներ, որոնք նույնիսկ պետք է փորձենք ժամանակ լուծել, մեղմել այս իրավիճակը։ Իսկ պատկան մարմինները այդ մասին կարծում եմ գիտեն, եւ ինչ որևէ քայլեր ձեռնարկում են ձեր կարծիքով, թե այդ վերլուծությունները նույնիսկ չի արվում, թե ինչ պետք է անել։ Առաջին քայլերը որն են։ Մեզ մոտ բան է, էլի, մաղթ չունենք տվյալահեն, հիմա մեկ սիրում են ինչ-որ մեկ միտեցով էլ տվյալահեն ինչ-որ քաղաքականություն մշակում, բայց քաղաքականությունը մեզ մոտ այդպես չեն մշակվում, էլի, ինչ-որ մեկը մեկի խոստանում է, ինչ-որ մի հատ շահ համընկնում է, մի քիչ էլ ընտրությունների պոպուլիզմն է, այսպես ասած, աշխատում եւ տենց ինչ-որ բաներ են անում, ինչ-որ բակ են բարեկարգում եւ այլն, խորքային առումով իմ կարծիքով Հայաստանում գրեթե որևէ բարեփոխում տեղի չի ունենում, տարբեր ոլորտներ, մեր բնակարանում շատ ավելի շատ, Ինչու մեզ մոտ, որտեղ մեզ մոտ կա երկու շատ կարևոր, նախ շատ կոռումպացված համակարգ է եղել եւ շարունակում է լինել, այսօր շատ ավելի մեծ եւ անհասկանալի, այսինքն եթե դիցուկ սրանց 10 տարի առաջ մենք գիտենք կա կոռուպցիա, այս process արժե, այսքան դու կաշակը տալիս հասցնում ես, հիմա փող ունեցող մարդիկ ինչ չեն կամ լուծել, այսինքն այդ համակարգը իբրտե կոռուպցիան հանելու շրջանակում մի հատ բան է ստեղծվել, համակարգը ստեղծվել, որ ընդհանրապես գործերը առաջ չեն գնում։ Իբրտե բարեփոխումներ են արվում, ինչ-որ տենց խորհուրդներ են ստեղծում, իբրտե օբյեկտիվ որոշումներ եւ այլն, բայց ծփում են կոռուպցիայի մեջ, ծփում են դիլետանտիզմի մեջ, չկա պրոֆեսիոնալ մոտեցման ցանկություն եւ նշաձողի իջեցումը տարբեր ոլորտներում, եւ չգիտեմ, էլի ամենաիմամացայտուն օրինակն է մեր ոլորտում, մոտ 1 տարի, 1.5 տարի մեր ականջները սղոցում են հեծանիվ քշելու մասին։ Մեկ հեծանիվ են նվիրում սրան, չգիտեմ, ես են անում, բայց չկա Հայաստանում մեկ բնակավայր, որ ունի հեծանվային շարժման որևէ հայեցակարգ։ Այսինքն պետությունը իբրտե ինչ-որ մի օքի քնել զավթնել է որոշել է, որ հեծանիվ քշելը լավ բան է, պետական մեր միջոցները վատնվում են, բայց դա վտանգավոր է։ Այսօր մենք տեսնում ենք Երևանի փողոցներում գնում ես ինչ-որ մի հատ արաքիչ հայ կամ ոչ հայ մոտոցիկլետով հեծանիվ քովերից քշում են եւ մենք մահվան դեպքեր գիտենք նույնիսկ սկուտերներից, հեծանիվներից եւ այլն, դրանք չեն կանոնակարգվում, մոտեցումը համակարգային չի բոլոր առումներով եւ քաղաքը ամենա այդ առաջին բանից մեկը որ համակարգ կա ուզում։ Պետությունը դու կարաս ասես մի քիչ ոլորտ մի ձև հիոլատ անես եւ այլն, բայց մեր քաղաքներում համակարգային մոտեցում չկա որևէ ուղղությամբ դժբախտաբար։ Այդ դուք խոսեցիք դիլետանտիզմի մասին։ Շատերն են նշում, որ դիլետանտիզմ շատ ոլորտներում կա։ Ձեր կարծիքով ինչու այդ Հայաստանում այդքան ակնհայտ երևում դա ինչը խորհրդային տարիներին է ձևավորվել այդ մոտեցումը, չգիտեմ, յուրաքանչյուր ոլորտին, դա ինչ է։ Եվ ինչպես դա արմատախիլ անել, որովհետև կարծում խնդիրների մեծ մասը նաև դրա հետ է կապված։ Տեսեք, նա ամենաբարձր մակարդակով ասվեց, որ դիլետանտիզմ, կադրի խնդիր կա եւ այլն, նախ սկսենք այդ հայտարարությունից, ինձ թվում է վատ կառավարիչ կամ լավ կառավարիչ, վատը լավից կառավարն անում, որին կարող է գտնի կադրերին։ Եթե դու չես կամ գտնես ճիշտ կադրերի բերես աշխատանքին, նշանակում է դու վատ կառավարիչ ես, դա մեկ ընդունենք։ Հաջորդ խնդիրը այն է, որ Հայաստանում մենք չենք ունեցել այնպիսի կառուցակարգեր, որոնք խթանեն, այսպես ասած, պրոֆեսիոնալիզմը, նեղ պրոֆեսիոնալիզմը։ Օրինակ բերեմ, Հայաստանում նույնիսկ մեր բնակավայր տրանսպորտի կազմակերպման մասնագետներ 1-2 հոգի են, որոնք վերջին մի քանի տարիներին Հայաստանում կամ դեպքում վերապատրաստումներ են անցել։ Պետությունը չի կարողանում ընկալի, որ ինքը չի կարող դա անել, չի կարող պատվեր ստեղծի բարձրագույն կրթությանը, բարձրագույն կրթությունից գնա, ստեղծվի կառուցակարգ, որ մարդիկ գնան սովորելու, հետո գան աշխատեն այդ համակարգում։ Եվ չի կարողանում ստեղծի այնպիսի համակարգ, որ կարողանա պետական աշխատողին կամ հանրային աշխատողին բացահայտված տա։ 7 տարվա մեջ մենք տենց էլ չկարողացանք ստեղծել բարձրացող, պատշաճ բարձրացող պետական կամ հանրային ծառայողի ինստիտուտը։ Գիտեք, բոլորը խոսում են ուրեմն պարգևաճարների մասին, բոլորը քննադատում են, որովհետև աչքի է զարնում, ինչպիսի պարգևաճարներ ստանում հատկապես բարձր պաշտոնյաներ, դայքան մոտ $100 միլիոն գումար, չեմ ասում մնացածին։ Եվ բնականաբար այդ պետական համակարգում ես թուկումուր եմ ուտելու եւ ես ոչ թե ես իմ աշխատավարձն եմ ստամ, այլ ես ինչ որ մեկի մեծահոգության արդյունքում պարգևաճար, ես պարգևաճար չեմ ստամ։ Եթե ես կարող եմ անկախ, այսպես ասած, մասնավոր դաշտում աշխատել դիցուկ 1 միլիոն դրամ օրինակի համար, պետք է աշխատեմ 1 միլիոն դրամ։ Հաջորդ խոսակցությունը որ գալիս է, արդյոք այն մարդիկով կիմանալ ստամ եմ 1 միլիոն դրամ, դրանք այդ մասնագետ թե չէ, ես ասում եմ, չէ։ Ամբողջ պետական համակարգում հիմա 3-4 հոգի բարձրաստիճան պաշտոնյական, որոնք այդ ոլորտի մասնագետ են, մնացած բոլորը պատական մարդիկ են։ Հաջորդ խնդիրը որ գալիս է, հենց որ դու ինչ-որ մի բան չգիտես, դու պետք է իմանաս, որ դու դա չգիտես։ Այսօր երկրի ամենաբարձր մակարդակով
քաուզվում է մի բան, որ սկսած թիվ 1 մարդուց մինչև ամենատամիշ գիրի։ Ցանկացած քաղաքապետի ընդունում ենք Երևանը ինչ պիտի այ կամ Երևանը կամ չգիտեմ Վեդին ինչ պիտի այգի պիտի ունենա, ինչպես տրանսպորտի խնդիր պիտի լուծի։ Ճամփորդելը, կոպիտ ասած, միշտ ասեմ, Լոնդոնում լինելը կամ Լոնդոնում ապրելը, դա չի նշանակում դու հասկացես տրանսպորտը ոնց աշխատում։ Տրանսպորտը դա մեծ շատ բարդ համակարգ է։ Եվ իրենց թվում է, որ քանի որ նախկինում ինչ որ պատճառով ինչ որ չեն եղել մասնագետները համակարգ լուծում չէ, որ մենք կարող են համակարգ լուծել, իրանք չեն կարող լուծել։ Ողջ Երևանի քաղաքապետարանի համակարգը 1.5 տարի չի կարող կատարել տրանսպորտի բարեփոխումը։ Ի վիճակի չեն, մարդկային, կենսափոխով, գիտելիքով վիճակի չեն։ Ամենացայտուն բանը Երևանի հիմակվա տրանսպորտի բարեփոխումները իրականացվում են 2015 թվականին հավաքագրված տվյալների հիման վրա, որ 2017-ին 18-ին մշակվել է սխեմա։ 10 տարվա հնության հնացած տվյալներ։ Դու չես կարող ճիշտ տվյալներ մշակես։ Կամ ինքներս է տեսնում եք, այս տրանսպորտի շատ կարճ ժամանակային կտրվածքով ինչպեսի սխալներ են, մեկ ինչ-որ ժետոն հավաքող, մանրադրամ հավաքող սարքեր են կարող, հետո փոխում են, չգիտեմ ինչ են կամ այդ համակարգում դու ինքդ գիտես քեզ թվում է, դու քեզ ամեն ինչ գիտես, եւ դու կարող ես, բայց եկամ չգիտես։ Հաջորդ բանը որ գայս է, դու ուզում ես ճիշտ լուծումներ գտնես, դու չես գտնում Հայաստանում ինչ-որ մարդիկ, դու թե արժևորում ես Հայաստան մեղած մասնագետներին, որտեղ Հայաստան մեղած մասնագետները, ասենք թե չգիտեմ, իշխանությունը քննադատել են, կամ օրինակ վաղը չեմ ասում, եթե եկան համակարգի մեջ եւ ընդունենք տրանսպորտի բարեփոխման դապնիները, ոչ թե ստացալ դու, այլ ստացավ Սարհատը վաղը չեմ ասում, կարող է ընտրություններին մասնակցի եւ քեզնից ձայն տանի։ Եվ այս ամեն ինչից հետո նույնիսկ չենք կարողանում մենք այն մասնագետներին, որ մենք երկում ունենք, չենք ուզում ներգրավենք, այն մասնագետները, որ մենք չունենք, դեպսից որ մասնագետ ենք բերում, այդ մասնագետների կատարած աշխատանքը չի դառնում քաղաքականություն։ Ես կարող եմ մեր բնակավարում եւ հայագից բնակավարում բազմաթիվ օրինակներ բերել, դեպսի մասնագետներ են բավական լուրջ աշխատանքներ են արել եւ այլ, դրանք չեն դարձել մեր հանրային ոլորտի քաղաքականության մաս։ Այսինքն չեն ընդունվել այդ ամենը չի ոչ մեկ, այսինքն տեսեք, այս համակարգում չկա մի պտուտակ, մի դրսևորում ոնց ես ասացի, ոչ բացը իշխանությունը, քաղաքական իշխանությունն է հասկանում եւ ուզում, նույնիսկ եթե ուզումը արդեն դեմ անում ինչ-որ վիճակի եւ հետո չի դառնում քաղաքականություն։ Չգիտեմ, բազմաթիվ բաներ կան, դուրս գալու մեր ոլորտից նայենք, օրինակ եմը անձնագրերի խնդիրը։ 7 տարի պետությունը չի կարողանում այս տան նույնականացման քարտ։ Այն դեպքում ես պարտադրվում մենք անպայման նույնականացման քարտով պիտի անենք բազմաթիվ գործողություններ։ Դու որ բարոյական իրավունք ունես, պահանջելու ինձնից, որ ես անում ինչ-որ գործողություն, ու դու մեծ պարզագույն բան չես կարող անես։ Եվ այսպես կարող ենք տարբեր ոլորտներում տեսնել նույն խնդիրը։ Ես որպես երևանցի ուզում եմ խոսանք եւս մի ոլորտից, դա շինարարություն, շինարարական բում, այսպես ասենք, որտեղ երբ մանրս գալիս Երևանում եւ շրջակայքում իրոք բումի տպավորություն է։ Արդյոք կարիք կար այդպիսի մասշտաբային շինարարության եւ ինչու այդ ամենը ըստ էության նախաձեռնվեց եւ ինչ հետևանքներ կունենա։ Տեսեք, նախ ունենք մի հատ բում, որը ունի երկու հիմնական պատճառ։ Դա առաջինը, ուրեմն եկամտային հարկի վերադարձն է, որը պետությունը մեր հարկերի հաշվին ֆինանսավորում է երկու ոլորտ՝ շինարարություն եւ բանկեր։ Բնականաբար Հայաստանում կար նոր բնակելի ֆոնդի կարիք, որտեղ մենք գիտենք խորհրդային տարիներին կառուցված շենքերը ավելի պակաս սեյսմակայուն են եւ այլ, բայց ես կարծեմ կառավարության նիստին կներեք, որ ընդհատում իսկ ստուգվում են այդ նոր կառուցվող շենքերի սեյսմակայունությունը։ Ինչ-որ process-ներ կան, ենթադրաբար իրանք ավելի լավն են, որտեղ Հայաստանում հիմա նույնիսկ նորմատիվ բանջները ավելի շատ են։ Ես չեմ կարծում, որ այս պետական կառավարման համակարգում, որի մասին քիչ առաջ խոսում ենք, ի վիճակի է պատշաճ վերահսկողություն ունենալ որևէ ոլորտում, այդ թվում եւ շինարարության ոլորտում, բայց ենթադրում եմ 70-ական 80-ական պանելային շենքերից ավելի որակյալ են հիմա կառուցում։ Այն չի ինչպես պիտի լիներ, բայց կարծում եմ համեմատաբար որակյալ է։ Ստալինյան նախագծի շենքերը։ Ստալինյանները ունեն այլ խնդիր, Ստալինյանները խոցելի վիճակում կարող են հայտնվել այն դեպքում, եթե իրանց մեջ իրականացվեն շատ փոփոխություններ։ Նկողային հարկերում հիմնականում քանդվել են, պատեր են քանդվել, վրան հարկերն ավելացել սխալ եւ այլ վտանգությամբ։ Իմ կարծիքով Հայաստանում պետք է իրականացնել խոշորամասշտաբ բնակելի ֆոնդի փոփոխության ուրեմն ծրագիր, բայց միանշանակ չպետք է իրականացվի այնպես, ինչպես հիմա իրականացվեց։ Պետք է իրականացվել, որտեղ պետք է պատրաստվել դրան։ Ինչու՞մ է խնդիրը։ Այսօր պետությունը ասում է, որ իհարկե դա նախնական 2015-ից սկսեց process-ներ անցավ եւ այլն։ Հիմա պետությունը ասում է, ես եկամտային հարկի վերադարձով խթանում եմ նորը կառուցվող շենքերը։ Այն կառուցվող շենքերը, գոյություն ունեցող շենքերը։ Ինչ ենք անում մենք հիմա։ Մենք ասում ենք միջին խավ, որ դու կարող ես փակես վարկը, հիպոթեկան վարկը, դու գնա ապրի նոր շենքում, խոցելի խավ, դու այ խորհրդային տարիների շենքերում բնակվի,
Հետո մի բան կանենք, ինչ կանենք։ Էլի միջին խավը, որտեղ է խոցելի խավը մեկը ինքը հակերով չի կարող գեներացնել, ինքը մի կողմից է կախված է կամ հույս ունի, որ միջին խավի հակերով պետք է կանաս նպաստ թոշակ եւ այլն ստանա։ Հիմա մենք մեր միջին խավի այսպես ասած թոշ բաներով, հարկերով պետք է գնանք այդ մարդկանց խնդիրները լուծել, այսինքն քիչ սխալ ճանապարհով գնացինք։ Հաջորդ սխալը որ թույլ տվեցինք, մենք պատշաճ քաղաքային պլանավորում, քաղաքաշինություն հին տերմին է իմ համար, քաղաքային պլանավորում չիականացրինք, հասկանանք որտեղ ենք կառուցում, ինչու ենք կառուցում։ Լավագույն օրինակներից մեկը ես միշտ բերում եմ, միշտ վատ եմ զգում, որտեղ բազմաթիվ ընկերներ ունեմ, որոնք բնակվում են այդ թաղամասում, որը հիմա օրինակը բերել եմ, կառուցապատողների մեղք չունեմ, բայց Դալմայի թաղամասում, այսինքն այդ բոլոր Մոնտեմետրոյան փողոցի շրջակայքում 20-25 հազար հոգի մարդ ապրելու։ Դա մի ամբողջ Սևան քաղաք է, որ պատկերացնենք ցավալը, եւ այնտեղ դեպի չկա նախատեսված։ Բա պետքա պլանավորվեր, պետքա նախատեսվեր, որ ինչպես պետք է լինի, եւ բազմաթիվ Երևանի տարբեր հատվածներում նման բաներ ա լինում, չգիտեմ։ Հիմա օրինակ ու այս քննադատության արդյունքում նույնիսկ փոչավես խորքային առումով հասկանալ մենք ինչ ենք ասում։ Ասին լավ, Երևան դադարեցնում ենք, ինչա տեղի ունենում հիմա։ Փարաքյար, Զովունի, Քասախ գյուղական համայնքներ, որտեղ 1 հարկանի, 2 հարկանի, այսպես ասած, բնակելի տներ բուսնում են 8-6-10 հարկանի շենքեր։ Նույն սխալը խորացվում է։ Չէ, չեմ խոսում Ծաղկաձորում ինչա տեղի ունենում։ Ծաղկաձոր քաղաք ուներ 1700 բնակիչ, 1700 բնակչի համար ուներ Կեղտաջրի մաքրման համակարգ, ջրի համակարգ, փողոցային ցանց։ Ծաղկաձորում հիմա եթե բոլոր շենքերը մենք հաշվենք, Ծաղկաձորը կարող ունենա մինչև 7000 բնակիչ։ Բազադակ բնակիչ չեն տուրիստներ են, բայց իրանց Կեղտաջրին պետք է մաքրվես 7000 հոգու։ 7000 հոգու պետք է կարողանաս ապահովես մեքենայի այսպես ասած հասանելիություն։ Դիլիջանում նույնը տեղի ունենում։ Տարբեր տեղերում տեղի ունենում եւ մենք Երևանում ցույց տված տարիներով թույլ տված սխալներ, այսպես ասած, բերում ենք, տարածում ենք ողջ Հայաստանում եւ փչացնում ենք ավելի պակաս հրապուրիչ ենք ասում Հայաստանի այլ քաղաքներ, որ շատ ցավալի եւ իստմա սխալ ընթացք է։ Իսկ բնակեցնել այդ նորակառույցները հնարավոր լինելու է այդքան։ Դե տեսեք, իրականում ինչա տեղի ունենում Հայաստանի բնակչությունը չի նվազել, այսպես ասած, եթե ընտրենք խորհրդային տարիների, բայց ոչ ինչ որ աճ կա, էլի։ 1990 թվականին Հայաստանում ուներ 3.3 միլիոն բնակիչ, որոնք բոլորն էին տներ, հիմա ինչա տեղի ունենում, մի մասը բլոկը պահանջը ձևավորում է, որ մենք այսպես ասած մեծ ընտանիքներ ջլատվում են, այսպես ասած, երիտասարդ ընտանիքները կեսուրից կեսայից անջատվում են եւ կարող են ունենալ իրենց սեփական տունը։ Մյուս սեգմենտը դրանց մեջ այն մարդկեն ովքեր ձեր կեմպեմ երկրորդ տունը որպես ներդրում որ կանան հետո վարձակալությամբ ինչ-որ մի տեղ բան անեն, որ իմ կարծիքով մի քանի խնդիրներ ա բերում իր հետ, որտեղ իրականում շենքեր, որտեղ քիչ բնակիչներ կան, ունի այլ քաղաքային խնդիրներ առաջացնում։ Դա կարող հանցագործության աճին կարող է նպաստի, կոնտանուր քաղաքային միջավայրի տրամադրության վրա կարող է։ Կենտակառուցվածքներով կարողանում են ապահովել։ Հաջորդ խնդիրը այդ եմ ասում, օրինակ հիմա խնդիր կա վերոլա ջուրը, ասում ես չեմ կամ ջուր մատակարարել, օրինակ անցյալ տարի ամյանը Երևանի տարբեր թաղամասում ջրանջատումներ են։ Օրինակ ես Արաբկիրում եմ ապրում եւ այնտեղ բարբերաբար ջրանջատումներ, հոսանքի անջատումներ, փոշի համակարգը պատրաստ չէ, դա պետք է պլանավել, պատրաստվել դրան։ Հենց որ Դալմայի այդ նշած թաղամասում կառուցվեցին շենքեր, հետո սկսեցին քանդել տարբեր տեղից, մոտեցնել կոյուղի, գազ եւ այլն։ Ուրիշ բան ասեմ, Հայաստանի Հանրապետություն միջպետական կանոն օրենքներով եւ ներպետական օրենքներով Հայաստանում կա մեկ գազի մատակարարման ընկերություն, դա Գազպրոմն է։ Պետությունը ասում է, որ ես գիտես այսքան շենք եմ կառուցել, այս մարդկանց պետք է գազի այսպես թույլտվություն տաս։ Գազպրոմը չեմ կարող այդ մարդկանց գազի բան տամ։ Կան օրինակներ եւ ջրի դեպքում եւ գազի դեպքում ունենք, ովքեր մասնավոր մարդիկ խողովակ են գցում, բերում են անցկացնում են եւ սկսում են երկրորդային շուկան վերավաճառել խողովակից օգտվելու իրավունքը։ Դա հակապետությունն է, դա պետություն ստեղծելու հակառակ ընթացք է, ոչ բոլորը դրա հետ հաշտ են։ Այս այդ եմ ասում, մեր ոլորտում ես 20 տարի խոսում եմ ոլորտի խնդրի մասին։ Այն այլանդակ հակաօրինականությունները եւ այն այլանդակ ծավալները, որ հիմա կա, դրանք չեն եղել երբեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական մասին օրենք ասում են նախագծման թույլտվությունը դա անվճար փաստաթուղթ է։ Երևանի քաղաքապետարան ավականու որոշմամբ ընդունել է, որ դա վճարովի փաստաթուղթ է Երևանում։ Կառուցապատողները գնում են դատի են տալի։ Քաղաքապետը բաց բոլորի մոտ ասում հատաթա տալի, ասում է թե ձեր հայցը հետ չվեցնենք, ձեզ այլև շինթույլտվություն չենք տա եւ բոլոր խելոք հետ են վեցնում։ Այս այսպես ասած ապաշխարյալ լկտիությունը, որ տեղի ամեն հետ են վերցնում եւ հաշտվում են եւ ոչ միայն դրա հետ։ Այո, եւ Այսպես կամաց սովորում ենք, ես կամ բազմաթիվ, ես մի նախագծման թույլտվություն փաստաթղթի օրինակ բերեմ, կամ բերեմ էլեկտրոնային շինթույլտվությունների համակարգը, որ եկան ասին են օրնել վարչապետին կառավարությունով հավաքվել, շատ լավ համակարգ է էլեկտրոնային աշխատանքը, էլեկտրոնային համակարգը շինթույլտվությունների ողջ երկրում։
Մեկը հարցնի այն մարդկանց, ովքեր օգտագործում են։ Այդ համակարգ աշխատում է, ընդհանրապես կարող են այդ հարցը լուծել։ Կամ ընդհանրապես եվրոպական, այսպես ասած, եվրոինտեգրման ինչ-որ օրենքներ եք ընդունում եւ այլ եւ այլ։ Կարդացել եք եվրոպական խարտիան տեղական ինքնակառավարման մարմինների։ Պետությունը պետական մակարդակով ստացա մի հատ համակարգ, որը դրանով պիտի Երևան քաղաքը կամ Գյումրի քաղաքը տա շինթույլտվություն։ Բայց շինթույլտվություն տալը դա Գյումրի քաղաքի լիազորությունն է։ Պետություն դու ինչ իրավունքից գիտես մտցնես այդտեղ։ Այս շիլաշփոթը այդ մաս ու ծավալներն են մեծացել։ Դա խնդիրը։ Այսինքն եթե մենք պայմանական նախկինում ինչ որ պատճառով Հյուսեն պողոտա կամ քաղաքենտրոնը մի քանի կառուցապատողներ են, հիմա ով ասես կառուցապատողա դա, ով ասես կառուցում է, անտեր ու դուս։ Որոշակյալ շուկան ազատականացվել է, բայց դա մենք որպես հասարակություն շատ թանկ ենք վճարելու։ Բոլոր այս սխալները մենք թանկապատ մի քանի անգամ շատ ենք տալու։ Եկամտային հարկի վերադարձի հիմակվա այս պահին տարեկան բանը փոխհատուցում որ պետություն վերադարձնում է մոտավորապես խոսքը գնում է 150-ից 200 միլիոն դոլար ամեն տարի պետությունը եկամտնակով վերադարձնում է հանրությանը հիպոթեկային վարկերը վերցնեն 10-15-20 տարվա ընթացքում այսինքն մենք վերջի 5-6 տարվա ընթացքում պետությունը մոտ 3 միլիարդ դոլարի պարտավորություն է ստանձնել կոնկրետ ոլորտը բանանելու զարգացնելու Հետո ասում են ինչու հիպոթեկային տոկոսները չի իջնում, որտեղ ոչ մեկի հետաքրքիր չի հիպոթեկային տոկոսը ինչքանով, որտեղ մենք ենք վճարում։ Բանկը հիպոթեկային տոկոսները չեն իջացնում, որտեղ մարդիկ քաղաքացիներ չեն, քաղաքացիներ բոլորը գնում են այն տունը, որը կարող են փոխհատուցում ստանալ։ Եվ մտածեք շղթայական դա ոնց ազդեցություն տնտեսության մյուս ուղղություն, ես տնտեսագետ չեմ, բայց շատ բարձր համաբանությունն է։ Հետո մենք պիտի գանք այդ 3 միլիարդ պարտքը փակենք 20 տարվա ընթացքում, գանք մոտավորապես 1.5 շատ նախնական գնահատում, 1.5-2 միլիարդ ծախսենք դիցուկ դալմայի այգում դպրոց կառուցելու, ճանապարհ սարքելու, տրանսպորտ արաբկերում տրանսպորտ սարքելու, Դավիթաշեմ ծովում տրանսպորտ սարքելու եւ այլ եւ այլ եւ այլն։ Հենց որ եկանք այդ հասցուցենք, ընդունենք բոլոր նորակացնեն բնակվողներ գոյեն երջանք ընջուրն են, գազն են, դպրոցն են, ճանապարհն են։ Մենք ունենք եւս մի ողջ բնակչություն, որ ապա խորհրդային տարիների կիսական շենքերում, որոնք այդ վիճակին հասել են մեր սխալ քաղաքականության արդյունքում, պետք է իրենց փոխհատուցենք։ Այսինքն եկամտային հարկի փուչիկը, որ մենք ստեղծում ենք, դա երապատիկ ավելի շատ գումար է։ Բայց մի բան ասեմ, ես հիշում եմ դեկտեմբերին, ասենք իմ ընկերներից շատերը արագացնում էին process-ը, որ կարողանա եկամտահարկի օրենքից օգտվել, բայց հիմա կան կառուցապատողներ, որոնք ասում են, որ էլի կարող են եկամուտը կարող է վերադարձվել։ Օրինակ Defense House կարծեմ, ես 3 հենց գովազդը տեսա, որ իրենք էլի առաջարկում են իրենց մոտից բնակարան վերցնել, որովհետև իրենք կարողանան եկամտահարկի օրենքից օգտվել։ Դա իրավաբանները պիտի ասեն, բայց եթե չեմ սխալվում, մինչև 2021 թվական ստացած թույլտվություններով կառուցվող շենքերը դերևս կարող են եկամտահարկի վերադարձից օգտվել։ Չենք ասում վատա կառուցելը, սխալ կառուցելն է խնդրեմ։ Պետք է մտածված կառուցել, պետք է պատասխանատու մոտենալ այդ հարցին, պետք է այդ ամեն ինչը ոչ թե մոտենալ, դե լավ աշխատատեղ է բացվում, այդ աշխատատեղ կարող է շատ թանկ նստի։ Չգիտեմ, հիշում եք, ասում եմ, այ փոշինքը վերանա, հեսա բոլոր կառուցապատողներին խոստացան, օրինակ, մեկ կանաչ գույնի թաղանթներ կպցնել։ Հիմա տեսնում եք կանաչ թաղանթներ։ Բոլոր կառուցապատողները ասում են, դա նոնսենս է։ Ավելի լավ ամեն անգամ կան տու գանեն, ես տամ, չգիտեմ, 200,000 տու գան կա, թողեք ես նորմալ աշխատեմ։ Հիշում եք ասին, որ բանը, բեռնատար մեքենաներ չեն կարող Երևան կենտրոնում մտնել այսուհետև եւ այլն։ Հիմա մտնում են ուղղակի գինն է բարձրացել, որ գայս ես ասում ես նախքին 10,000 դրամ են գալի, հիմա գայս են 15,000 դրամով 5,000 դրամ դու գանքը մեջը ներառված օրինակ եմ։ Այսինքն խնդիրները այդպես են լուծում։ Խորքային առումով չեն լուծում այդ խնդիրը։ Լավ հասկանանք ոնց պիտի լինի դիցուկ, չգիտեմ, Սայաթնովա փողոցում շինարարությունը ոնց ենք պատկերացնում։ Մենք կոմից ասում ենք ժամ 11-ից հետո չպիտի շինարարություն լինի, հարևանները բողոքում են, բայց ասում են ծանոթ տեխնիկա պիտի չգա։ Ինչ եք պատկերացնում։ Սայաթնովա մեզ որ դուք 10-ական շենքի թույլտվություն պատկասում եք գազերներով պիտի ցեմենտը բերեն, բազավը տեխնիկա պիտի աշխատի։ Այս տեսակ մոտեցումներ, որ առանց դիլետանտիզմի եւ պոպուլիզմի, կոռուպցիայի այս երեքի համադրմամբ ունենք այն վիճակը, ինչ ունենք։ Խոսենք եւս մի շատ կարևոր խնդրից, դա անտարածածկ տարածքների բացակայությունն է Երևանում, օրինակ ես եղել եմ Մոսկվայում, այդտեղ դե հասկանում եմ, որ տարածքները անհամեմատելի եւ անչափելի են, բայց ամեն դեպքում մեծ քաղաքը ընդհանրում է, որ ինչ որ անտարային տարածքներ պետք է լինեն կամ գոնե կանաչապատ ինչ որ տարածքներ լինեն, բայց մենք տեսնում ենք, որ դա էլ չի պահպանվում, եղածն էլ կտրվում է։ Ձեր կարծիքով այդ հարցը ինչ տարածքների հաշվին կարելի է լուծել, գոնե ինչ որ ծառեր տնկել, ինչ որ հատվածներ կան, որոնք կարելի է անտարի վերածել գոնե։ Կամ չկտրել եղածը գոնե։ Այս հարցը երկու բասից է բաղկացած։ Կանաչապատման համար տարածքներ եւ հետո կանաչապատման որակ։ Եկեք տարանջատենք դրանք այդտեղից էլի։ Կանաչապատման համար նախատեսված տարածքներ էին ոչ թե այս անցյալ տարի շփթփվեց ամսամեջ գլխավոր հատակագծով, այլ պատշաճ մոտավորապես պատշաճին մոտ արված գլխավոր հատակագծով կան Երևանի համար անտարային տարածքներ պետք է լինեին օրինակի համար նույնը դեֆանս թաղամասի վերին հատված ամբողջովին օրինակի համար, որ հիմա ամբողջովին կառուցապատում ակադեմիական քաղաքի տակ։
Նույն այդ գլխավոր հատակագծով Կասկադի Աչակողմյան հատվածը պետք է լիներ անտարածած, որ գա կպներ քաղաքի ուրեմն ստորին հատվածը կապեր Հաղթանակի այգու հետ։ Հենց հիմա Երևանի քաղաքապետարանը Կասկադի կառուցապատման շրջանում այդ հատվածը կառուցապատում է։ Կանաչ տարածք պետք է լիներ Նորքի բարձունքների ներքևի հատվածը, որ Ձախակողմյան հատվածը ամբողջովին շատ խիտ կառուցապատվում է։ Փոխանտեղ օրինակ այսինքն չկա Նորքի անտառ հիմա։ Այսինքն դե մնում է սայտով այս մենակ հերոստաշտարակի տակը, այն էլ չգիտենք ինչ կլինի դրա հետ։ Այսինքն մենք հիմա հողերը, որոնք մենք պետք է դնենք կանաչապատման տակ, մենք չենք դնում դա։ Հաջորդ խնդիրը այդ կանաչապատման որակի մասն է խոսքը։ Օրինակ հիմա Երևանում կա շատ արժեքավոր քիչ թե շատ կանաչ տարածքներ, օրինակ հիմա Ծիծեռնակաբեդի ողջ պուրակը։ Օրինակի համար բուսաբանական այգին, որոնք Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չեն, հենց որ Երևանի քաղաքապետարն ասում են բաստեղ, ինչ ասում այդ մեր չի, մենք կապ չունենք դրա հետ օրինակի համար։ Եվ այդ հատվածները պատշաճ չեն օգտագործում կամ չեն սնում մեր կանաչապատման, այսպես ասած, համակարգը, որ մենք կանանք ունենանք լավ օդ։ Հա, շատ են ասում բուսաբանական այգում, օրինակ վիճակը շատ բարձի թողի է։ Բայց հաջորդ խնդիրն է գալի, որ մենք նաև սխալ ձև ենք կանաչապատում։ Նույնիսկ այդտեղ մենք չենք փորձում այսպես ասած համաշխարհային փորձը բանանենք, ուսումնասիրենք, օրինակ ինձ բուսաբանական այգին շատ հետաքրքիր է, որ ինչ տեսակի ծառատեսակներ պետք է տնկվեն Երևանում, որոնք պահանջում են քիչ որոքում, շատ լավ արդյունք են տալիս։ Այսօր Երևանի քաղաքապետարանը ֆունդամենտալ կերպով հակառակ բան անում։ Գիտեք, գեղեցկության հետևից Instagram-ի նկարների պատճառով ծաղկող ծառեր են անում, որ ցտվեն աչքերում եւ այլն։ Ինձ այնքան հետաքրքիր է մարդկանց մի հատ հուլիսին կամ օգոստոսին կապենք այդ ծառից, ասենք դե լավ, հիմա կես ժամ մնա այս ծառի տակ։ Չեն դիմանալու։ Եվ դրանք ոչ միայն սաղավ չեն տալի, շատ որոքում են պահանջում։ Եվ մենք տեսնում, այսինքն այս տեսակներից էս նույն սխալը գնում է եւ մենք ֆունդամենտալ առում պիտի վերանայենք Երևանում ինչպես ենք մենք կանաչապատում։ Երևանում մենք ունենք որոքման ջրի խնդիր, այդ խնդիրը գնալով սրվելու է եւ մենք պետք է ամեն լիտր ջուրը փայփայենք։ Ես հասկանում եմ, որ մենք մի երկում ենք ապրում, որ ողջ համակարգի ջրի 85%-ը վատնվում է եւ միայն 15%-ն ենք օգտագործում, բայց միևնույնն է երկարաժամկետ կտրվածքով մենք պետք է հասկանանք ինչ բուսատեսակներ ենք տնկում, որ հետո մենք հնարավորինս չենք կարողանալու դրանք ջրել եւ դրանք չպիտի վերածվեն անապատի։ Այդտեղ էլ նորից ես կարծում եմ, որ մենք ունենք խնդիրներ, խորքային առումով էլի գալիս է պոպուլիզմը, ասես, այ տեսեք այսքան հեկտար անտառ տնկեցին, գալիս է դիլետանտիզմը, որ չեն փորձում մասնագիտական բաներ անում, եւ նաեւ ենթադրում եմ որոշակի կոռուպցիոն ռիսկեր կա, թանկ ծառից ենթադրում եմ շատ հատկատ կա, չգիտեմ։ Այստեղ գիտեք ինչը զարմացրեց, որ հանրությունը անցյալ տարվանից բողոքում այդ սակուրաների դեմ, ասենք հանրությանը կարծես արհամարեն, որ քո ձայնը միևնույնն է լսելի չէ։ Այդքան տարի մասնագետները, ժողովուրդը, բողոքի ակցիաներ բաներ եւ այս տարի էլի շարունակվեց։ Ծառահատում շարունակեցին։ Հիշում եմ, ժողովրդությունից եթե չի դավաճան, եղավ քաղաքապետի հայտարարությունը, որ ոնց որ մենք սխալ ենք իրական, եկեք դադարեցնենք, հասկանանք ոնց ենք անում, բայց այս տարի ոնց որ ասում եք շարունակվեց։ Այս այսպես կոչված պսևդոդեմոկրատիան, որ մեզ մոտ կա, ստեղծում է այդպես մի հատ շղար, որ դա շատ հայտուն է եւ իշխանության ներկայացնում է, որ իրանց թվում է, որ եթե իրանք այսպես ասած ընտրություններով ընտրվել են, իրանք ինչ ուզեն կարող են անել։ Ոչ, դու մանդատը տալիս ես կոնկրետ նախընտրական ծրագրին, ինչ որ ժամանակով եւ այլն, որ էլ չեն խոսում, որ Հայաստանի թիմերից, եթե նայենք ցուցակով, որ մեկում է ընդհանրապես իշխանությունը օրինական ձևով ընտրել իշխանության ղեկավար։ Մի օգու նստածում են, մի օգու չգիտեմ գողանում են, մի օգու կաշառում են եւ այլն, այդպես իշխանության ստամ։ Չունեն այդ մանդատը, բայց իրականացնում են, որտեղ հանդուրությունը այս անվտանգային, այսպես ասած, մարտահրավերների շրջանակում երբեմն մարդիկ ասում են, դե լավ, ինչ ծառի տակ նկարեն վարդագույն ծառ նկարեն, ոնց վարդագույն ապաստակ ծառի տակ, հենց որ օրինակի մենք չգիտենք ինչա տեղ ունեն Վարշեմսի Սյունիքի հետ, արցախցիների տների հարցում եւ այլն։ Եվ իշխանությունը դրանց օգտվում է։ Իմ կարծիքով եւ պատճառներից մեկը որ ես եկել եմ, ես էլ այդ մտահոգությունը միշտ ունեմ, բայց հաջորդ խնդիրն այնց որ դու չես խոսում ես ամեն ինչի մասին, դա ամեն ինչ նորմալ։ Նորմալ է դառնում Երևանում գալ, փրկել մի ամբողջ փողոցի ծառեր եւ տեղը տնկել ինչ որ, չգիտեմ, բալենիներ կամ սակուրաներ եւ այլն։ Եվ բնականաբար այս ամեն ինչը պետքա գա գալիս է ապացուցելու, այս ամեն ինչ փոխկապակցված է։ Դու չես կարող հանդուրժես քո ծառի կտրվելը կամ չես կարող հանդուրժես Արցախը, Արցախի կորուստը, բայց այս մեկը օրինակի չհանդուրժես։ Բոլորը փոխկապակցված։ Դու ունես իշխանություն, դու ունես մի հատ համակարգ, որ թքած ունի քո կարծիքը Արցախի վերաբերյալ, քո անվտանգության վերաբերյալ, քո առողջության վերաբերյալ։ Եվ այս համակարգի դեմ պետք է ընդվզել։ Ես հասկանում եմ այն ընդվզումը, այն աջակցությունը, որ եվրոպական ֆոնդերից կար մինչև այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը, դա չկա
որտեղ Եվրոպան ունի այլ, այսպես կամ Արևմուտքը ունի այլ շահեր, այլ խնդիրներ եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք հասարակություն չպետք է ստեղծենք այնպիսի կառուցակարգեր, որպեսզի նորից ծնենք կենցաղայինից մինչև Արցախի խնդիրները, այսպես ասած, այդ ողջ սեգմենտի վերաբերյալ հանրային ընդդիմության համար կառուցակարգեր չստեղծենք։ Մենք պետք է անենք, եթե ոչ, ցենց երկար չենք կարող շարունակել։ Հարցազրույցից մեկի ժամանակ ասացիք, որ հանրային գումարները այսօր առաջին հերթին պետք է ծախսվեն անվտանգային հարցեր լուծելու համար եւ արցախցիներին բնակեցնելու։ Միթե այդքանը չի կարողանում հասկանալ մեր կառավարությունը, եթե հասկանում են շատ շատերը, դուք, ես եւ որոնք են այսօրվա իշխանության առաջնահերթությունները ձեր կարծիքով։ Արցախցիների բնակության խնդիրը բնականաբար դա շատ հստակ թղթով նույնիսկ անց թղթի հաշվարկի բան է, էլի։ Արցախցիների այստեղ մնալը դա խնդիր է, դա 100,000 մարդիկ են, ովքեր չեն կարող Արցախ հանձնած իշխանությանը աջակցել որևէ կերպ, չնայած կարող են ինչ-որ մեկին գտնեն փողոցում ինչ-որ բան ասի։ Հաջորդ խնդիրը անվտանգության վերաբերյալ պատկերացումները ինչ է, եթե մենք ունենում ենք մի հատ պսևդոիդեոլոգիա ենք ստեղծում անուն դնում ենք իրական Հայաստան կամ ինչ ուզում եք դրեք եւ այլն եւ գալիս ես ասում ես որ ես ձեզ մի բան եմ առաջարկում, որի դեպքում մենք անվտանգության կարիք չենք ունենալու կոպիտ ասած եւ քո ողջ ռոպագանդան սկսած, չգիտեմ, արտից գիշեր դրա մասին է եւ այլն, դրա կբար անվտանգության չպետք է փող ծախսես, կարող ինչ-որ դե ծախսում ես, եթե ծախսում ես դու չես ռոպագանդում, իհարկե դա դավա չռոպագանդել է, բայց մենք ընդհանուր հանրային ենք կալում որ դրանք նո պատշաճ չեն իրականացվում, էլի, որովհետեւ իրենք իրենց համոզել են եւ փորձում են մեզ էլ համոզել, որ լինելու է ինչ որ մի հատ խաղաղություն, որի դեպքում մենք չենք ունենալու, այսպես ունենք։ Ես հենց այսօր սոցիալական մեդիաներում չկամ, լրատվականներ չեմ կարդում, բայց այսօր կարդում էի ինչ որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Իսլանդիայի օրինակն է, այդ տեսեք ինչ լավն է, իրանք հաղթել են Անգլիային, բայց իրանք բանակ չունեն, չգիտեմ ինչ չունեն եւ այլն, պաշտոնյալ չէ։ Ազդեցիկ մարդկանցից մեկը դա նոնսենս է, էլի, ուզում ասեմ, այդ էփած հավի համար նույնիսկ ծաղելի գաղափարներ, որ դրվում են ու դա իդեոլոգիան ներկայացնում ու չգիտեմ, որտեղից բացում ես, խժխժում են դրանք եւ այլն, դրանք մտածված այդպիսի տրամաբանություն է։ Օրինակ, իմ հաջորդ խնդիրներից մեկը հենց կոവിഡ്ից հետո մինչև պատերազմը ես մի հատ տենց առաջարկ արեցի, ասեցի, տեսեք, կոവിഡ്ից բոլոր Ռուսաստանից կամ այլ երկրներ մեր ուրեմն աշխատողներ եկել են, եկեք մի հատ ազգային ծրագիր մշակենք, Հայաստանի բոլոր դպրոցները, այսպես ասած 5-ից 10 տարվա ընթացքում բոլորը հիմնանորոգենք եւ այլն։ Խոսքը մոտավորապես 1000 դպրոց Հայաստանում խիստ կարմով շատ խոցելի է եւ կան հետազոտություններ, եթե երկրաշարժ լինի 10 ժամին, մենք մոտավորապես հսկայական քանակի երեխաներ են զոհվելու ապագասերից։ Դպրոցները որտեղ հիմնականում խորհրդային տարիներին կառուցված դպրոցներ են։ Այդ գաղափարը բերեցին, փոխեցին եւ քանի որ դպրոց կառուցելը դժվար է, որտեղ ավելի դժվար է կազմակերպել եւ դարձին 300 դպրոց, 500 մանկապարտեզ։ Հիմա այդ էլ չեն անելու, ի վիճակի չեն եւ այլն, բայց հաջորդ ֆունդամենտալ խնդիրն է գալիս, էլի։ Հաջորդ մեկը նստել է մտածել, որ Հայաստանի բոլոր գյուղերին պետք է լինեն դպրոցներ։ Ո՞վ է պահելու այդ գյուղերը։ Օրինակի, մանկապարտեզներ օրինակի համար, էլի։ Չկա մի հատ ամբողջական պատկեր, որ մենք հասկանանք։ Օրինակ իմ կարծիքով Հայաստանի գյուղերի մեծ մասում, ովքեր ունեն մինչև օրինակ 1000 բնակիչ, պետք է լինի մեկ համակցված շենք, որ լինի եւ դպրոց, եւ մանկապարտեզ, եւ բուժկետ, եւ հանդիսությունների սրահ օրինակ։ Այսօր պետությունը փողա ծախսում է այդ գյուղերին մի հատ դպրոց հասարակում, մի հատ մանկապարտեզ հասարակում, մի հատ բուժկետ ապահովում եւ այլն, եւ հանրային միջոցները վատնվում են։ Ես չեմ ասում, որ ես ասում եմ բացարձակ ճշմարտությունը, բայց ես խոսակցություն եմ բացում, որ մենք պիտի ունենք մի հատ ամբողջական պատկեր, որ մի հատ հասկանանք ինչ է տեղի ունենում։ Այս կիսատ պրատ ոտի վրա որոշելու հուշարձանն են վերականգնում։ Ես որտեղ գնում, ասում եմ, այս հուշարձանը մյուս տարի մտնում պետական բյուջեի ֆինանսավորման մեջ։ Անց երկա բայակ մտածել, արդյոք դա ճիշտ է, սխալ է եւ այլն, էլի։ Այս տեսակ ոտի վրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները կազմում ամենտեղ են։ Սարատ վերջերս մենք կոլեգաներով խոսում էինք եւ բոլորս պես քննարկումների ընթացքում հասկացանք, որ պատերազմից հետո մեզ բոլորիս մոտ ինչ-որ բան փոխվել է հոգեբանական առումով։ Դուք ձեզ համար այդ հարցը ինքներդ ձեզ տվել եք եւ ձեզ մոտ ինչ է փոխվել։ Ես այդ հարցը ինձ տալիս եմ, ես ամբողջ ժամանակ եմ տալիս, ամբողջ ժամանակ ինձ այդ հարցը եմ տալի, որովհետեւ ամբողջովին փոխվում են, ես չգիտեմ, ես հիմա կամաց իհարկե մեղմվում եմ, բայց ես օրինակը չեմ, այվոտ եղանակին սոճայլուց խղճի խայթ եմ զգում։ Օրինակ, մի ժամանակ պատերազմից հետո, որտեղ մենք գիտենք ինչքան երեխաներ, երիտասարդներ, որ հենց այն տարիքում իրանք պիտի գնան այնտեղ սիրավեին եւ այլն չեն կարող ամանել, իրանք ծնողները եւ այլն։ Դու չես բազմաթիվ պատճառներ կա, որոշումներ որ կայացնում ես, երկարաժամկետ որոշումներ որ կայացնում ես, դրանց վրա ազդում են ինչ տրամադրվածություն ունես եւ այլն։ Ես նույնիսկ այսպես կոչված մինչև այս փոփոխությունները
ամենավատ ժամանակ կամակորեն բացված, այսպես ամենազզվելի խուլիգան իշխանության ժամանակ, այսպես ասած, կամ իշխանավորներից ես շփվել եմ որպես մասնակցական խորհուրդներ։ Հիմա ես ցանկություն չունեմ ընդհանրապես շփվելու որևէ մեկի հետ։ Այդ ամեն ինչ ազդում է, եւ դու նույնից եմ ասում, շատ խնդիրներ կա, որ մասին ես ամեն անգամ հարցազրույցի կամ ոդկասթի գնալիս կաշկանդվում եմ, արդյոք հիմա իոք ժամանակն է դրա մասին խոսալու, հենց որ ես տեղյակ եմ, ես չգիտեմ, Բաքվի դատավարություններն են եւ այլն, բոլորիս վրա ազդում է եւ տարբեր փոքր մեծ, այսպես ասած, իրավիճակներում մենք զգում ենք դա եւ դա լավ է, մենք պիտի զգանք, մենք չենք կարող այդ կորուստից հետո ապել առաջվա պես, մենք պետք է շուտ բան փոխենք, բայց ես շատ կուզեի, որ դա լիներ շատ ավելի կուր մի հատ տրամաբանության շրջանակում, լիներ մի հատ պայմանականորեն հայցակարգային լուծում պետության կողմից կամ այլ կառույցների կողմից, որ պիտի գային եւ այսպես ասած հուշեին, որ մենք ինչը պիտի փոխվի իմ ամենօրյա կենցաղում, իմ երկարաժամկետ պլաններում։ Որտեղ այդպիսի խնդիրներ կարծում եմ այսօր մեր հանրույթի մեծ մասը ունի այդ հոգեբանական խնդիրները, որոնք մնացել են պատերազմից հետո եւ լուծված չեն ըստ էության։ Օրինակ ես պատերազմից հետո նպատակադրված բան այցելեցի Իսրայել, օրինակ հիմա որ մենք հասկանամ իրանք օրինակ ինչ վիճակում են եւ ես իմ մոտ շատ բաներ այդ լացի պատի մոտ օրինակ հիմա իսրայելցի զույգը հանդիպման էր, տենց գույգում էր միմյանց տղայի կողքից մի հատ ամբողջ բան էր, եկա ավտոմատ է կախված, հրազեն է կախված, բայց իրանց կյանքն էր տենց էլի։ Ես փորձում եի տենց մի քիչ իմ մեջ հասկանայի օրինակ հիմա ոնց կարելի է վերափոխել։ Ես մի շատ նեղ ոլորտի մասնագետ եմ, որ ունի հանրային կառավարման տարբեր ոլորտների հետ կապեր, բայց ես միանշանակ կարծում եմ, որ պետքա դա ուրեմն ազդեր մեր ողջ որոշումների վրա, ազդեր, չգիտեմ, ինչպես են կառուցում դպրոցները, ինչպիսի ապաստարաններ են կառուցում եւ այլն, բայց ինչպես տեսնում ենք, իշխանությունը դա չի անում։ Իշխանությունը փակում է նաեւ այն բոլոր խողովակները, որոնք կարելի է հասարակությանը տարածել այդ գաղափարները եւ ֆինանսական, ընդդիմության ֆինանսական, չգիտեմ, մարդկանց նստածներ եւ այլն, ու դժբախտաբար տեղի չի ունենում դա։ Ես կարծում եմ, որ այս ամեն ընթացքը ինչ-որ մի պահի պետքա ընթացքը փոխվի եւ մենք նորից մի հատ ինքներս հասկանանք ինչա կատարվել եւ ինչ են ուզում կատարվի մեզ հետ։ Ուզում եի նաեւ խոսեին քաղաքային մշակույթից։ Քաղաքներ կան, որտեղ դու գնում ես, քաղաքը քեզ կլանում է, թելադրում է իր օրենքները, քաղաքը կարծես ոգի ունի։ Չգիտեմ այդ հարցը որքանով է այսօր տեղին Երևանի պարագայում, բայց այսօր Երևան այդ ոգին ունի, եկողին ինքը դարձնում է երևանցի եւ ինչ մեթոդներով։ Իսկ թվում ունի, իսկ թվում Երևանը ֆանտաստիկ քաղաք է եւ այն սխալների հազարավոր, 10,000-ավոր սխալները մենք թույլ ենք տվել, Երևանը շարունակում է գերել ոչ միայն մեզ, այլև հյուրերին։ Այն դեպքում որ շատ, այսպես ասած, են հիմնական բաղադրիչները որոշ տեղերում մարդկանց գերում, չգիտեմ, իտալական, ֆրանսիական փոքր քաղաքները, հին թաղամասը եւ այլն, մենք դրանք ոչ մեկի չենք պահպանել, բոլորը անխնա վայրակերպով վնասել ենք եւ վնասում ենք եւ վնասելու ենք։ Հյուսեն Պողոտան վնասել ենք, Ֆիրդուսին հիմա վնասում, Կոնդե շուտով վնասվելու եւ այլն, բայց Երևանը ունի իր էներգետիկան, կարծում եմ, որը որոշակի առումով պետք է ուղղորդվի, զարգացվի նաեւ, որը հիմա էլ օրինակ, չգիտեմ, Սարյան փողոցում հատուկ ուշադրություն է դարձնում, ինչու որտեղ իրանք սա որտեղ գինի են խմում եւ այլն, բայց օրինակ հիմա կազմում տեղել օրինակ փոքր սխալներ են թույլ տրվում, որոնք օրինակ հիմա պիտի շտկվեն։ Կարծում եմ Երևան ունի այդ էներգետիկան, Երևանի սրճարանները եւ այլն եւ փոխվում էլ է նաեւ, այսինքն ես հիմա այտենց համատաբար երիտասարդ եմ, կարող եմ համարել միջին տարիքի, ես այն Երևանը, որ ես իմ երիտասարդական տարիներին կամ պատանեկան տարիներին վայելել եմ, հիմա Երևանը փոխվել է, բայց ես փորձում եմ այս Երևանն էլ հասկանալ, ինչպես կարելի է դրանից այսպես ասած սիրել այդ քաղաքը եւ կարծում եմ Երևան ունի այդ էներգետիկան, բայց նույնիսկ եմ ասում մենք շատ ավելի լավ քաղաք կարող ենք ունենալ, եթե բազմաթիվ սխալներ թույլ տված չլինեինք կամ հենց հիմա դադարեցնենք բազմաթիվ ընթացիկ սխալներ եւ փորձենք հասկանալ, որ ինչպես ենք, այսպես ասած, վերբերնում Երևանի զարգացումը։ Իսկ աշխարհի հայության մոտ այդ ընկալում կա, որ Երևանը ասեյության համայն հայության մայրաքաղաքն է։ Թե դա որոշակի գործառույթներ է պահանջում քաղաքին նկատի ունեմ, քաղաքի գործառույթները։ Դե դա չպիտի լինի միայն հայտարարությունների տեսքով, հատկապես այս վերջին տարիներին մենք պետական մակարդակով ամեն ինչ որ Սփյուռքը չդիտարկի Երևանը այդպեսին, փորձում ենք այսպես անջրպետել Սփյուռքը եւ Հայաստանը, բայց կարծում եմ, որ ինձ մի անգամ նախկին պաշտոնից մեկ շարունակի բանսից, որ մենք դերևս Երևան դերևս խորհրդային տարիներից կոսմոպոլիտ քաղաք ա եղել, որտեղ Սփյուռքահայերը որ գալիս էին Երևանին որոշակի
կոլորիտ էին տալիս, սկսած 60-ականներից Երևանը եղել է խորհրդային, այսպես ասած, ամենապրադվինուտի, այսպես ասած, քաղաքներից մեկը, չգիտեմ դա հայերենա եւ առաջադեմ քաղաքներից մեկը։ Երևան դերևս դա ունի, եւ Երևանում ուրիշ բան է ինձ դուր գալի, չասեմ մեր որ հայվան քաղաքի հետ որից մենք շատ տենց ասում ենք վայ յանք տեսեք ինչ լավ են պահպանել եւ այլն։ Երևանում շատ բաներ ավելի Կարծում բոլորը գլխին կա։ Երևանում շատ բաներ ավելի անկեղծ են եւ Երևանում օրինակ մենք չունենք կեղծ պատմական թաղամասեր, հին Երևանը փորձում են անեն, բարեբախտաբար չի ստացվում վատ կառավարման շրջանակում, բայց Երևանը ունի այդ որոշակի այդ անկեղծությունը, բայց այստեղ էլ լուրջ խնդիր կա, որտեղ պետք է մի պահ Երևանը եթե ունենան պատշաճ քաղաքային կառավարում, պետք է հասկանալ, որ մենք ինչ տեսակ քաղաք ենք ուզում։ Ես կարող ենք մենք որոշենք, օրինակ, օքեյ, Երևան չկան այլևս հուշարձաններ, ով որտեղ ինչ կարող է կառուցում է, հիմա բերեմ, չգիտեմ, Սինգապուրի, Հոնկոնգի, Լոնդոնը եվրոպական կոնտեքստում ամենաայսպես ազատական քաղաքներից մեկն է, եւ ունենք պահպանողական իտալական, ֆրանսիական քաղաքները։ Մենք տենց չենք հին քաղաքը միշտ պահպանվում է, սրբությունը, հուշարձանը եւ այլ։ Մենք այդ գիծն էլ մենք չենք քաշում, մենք չունենք թղթիվատված, որն մեր համաբանությունը ոնց ենք ուզում զարգացնել կամ կարող ենք Իսկ նստում մտածում գծում է Երևանը պետք է լինի այսպեսին, պլանավորում է Երևանը։ Դա այո, դա պլանավորողներ լինում են քաղաքային պլանավորներ կամ ճարտարապետներ, այսպես ասած, առաջի շարքում, իրանց հետևը լինում են սոցիոլոգներ, մարտաբաններ, մշակութաբաններ, բազմաթիվ մասնագետներ, տնտեսագետներ, տրանսպորտի մասնագետներ, բոլորը գալիս են մի հատ, չգիտեմ, 10 էջանոց կամ կաշ մի հատ փաստաթղթի համաձայնության գալի, ոչ թե ոչինչ չասող քաղաքի զարգացման 5-ամյա ծրագրերը, որոնք ամեն տարի Երևանը 5 տարի մեկ հաստատում է, որից հետո մշակվում են պատշաճ քաղաքային պլանավորման նախագծեր։ Հիմա դրանց գլխավոր հատակագիծ են ասում, որոնք այն ինչ որ իրանք անում են, ոչ մի խնդիր չի լուծում, բացի իրանց անօրինականությունները օրինականացնելու համար ինչ որ գործընթաց։ Եվ քաղաքն կամաց պիտի մշակի այդ ամեն ինչ եւ հասնի ամենամայն մանրամասնության, որ այս փողոցում պատուհանների դիմաց պետքա լինեն ծաղկամաններ եւ ծաղկամանների վերածագներ պետքա լինեն վարդագույն գույնի։ Այսինքն իմ կարծիքով քաղաքը մոտապես այդ մանրամասնությամբ պետքա պլանավորվի։ Եկե դու չես կարող ոչ քաղաքի համար անես, բայց նույն այն հատվածները, որոնք համար կարող են, դու կարող ես իջնես այդ մակարդակի։ Հիմա Երևան տեսնում եք, էլի նույնիսկ հուշարձան համավոր շենքում ոչ մի պատուհան նույնը չի։ Ես իմ տան պատուհանները չփոխեցի։ Կոնդում եմ օրինակ տեսել այդպիսի շենք, որ մահմեդական ճարտարապետությունն է այնտեղ, այդ նկատելի էր։ Եվ այնտեղ ինչ-որ մեկը բնակվում էր։ Կա, եւ մահմեդական բանը, իսլամական, չգիտեմ։ Դա Երևանի մի շերտը պատկանում է դա հենց որ Երևանապարսկական տիրապետության ներքո է ավելի հին շերտը այո այդ ժամանակ որտեղ մենք ունենք ուրեմն Աղյուսաշեն շենքեր բայց դա հայ վարպետներն են կառուցել Հայաստանում Աղյուսից եկում Երևանում Հայաստանում կառուցված Աղյուսի շենքերը իրականում տարբեր են օրինակ Իրանում կառուցվածներից որտեղ օրինակ առաջի մի քանի շարքը տուֆից է որտեղ մենք տուֆ ենք ունեցել Երևանում դու փորում ես տուֆա հետո Աղյուսով շարունակվել են կոնդում տարբեր տեղերում ունենք շատ լավ մի հատ ֆանտաստիկ շենք կա Ֆիրդուսում որ քանդվեց մի 3 տարի առաջ Եվ դրանք պետք է ուղղակի ասեմ ասում բացահայտել, փայփայել եւ սխալներ չանել։ Ուղղակի կներեք, ես որ կոնդոմանի եմ գալիս, ում հասկանալ ոնց կարելի է դա պահպանել, ամեն դեպքում դրանք որ շատերը ոչ թե հին շինություններ, կցակառույցներով ինչ որ հյուղակներ են, այսպես ասած։ Դա ոնց պետք է պահել։ Նախ պետք է հասկանալ ինչու է տենց է։ Կոնդը 70-ից 80, արդեն 100 տարի մոտավորապես մարդկանց ասել են, որ դուք պլանի տակ թաղամասում եք, ձեզ քանդելու են, տանելու են, չգիտեմ, չէ, մուշկայում կամ մասիվում ձեզ տուն ենք տալու։ Մարդիկ ոչ մի ներդրում չեն արել այդ այսպես ասած տների զարգացման համար կամ տների մոտ ընտանիքը մեծացել է, ասեն լավ պետությունը մինչև մեզ տուն տա, եկեք մի հատ սենյակ ավելացնենք պեմզաբլոկով։ Հենց որ դու հյուղակների պեմզաբլոկը թիթերը քանդում ես, տակից դուրս են գալի բոլոր արժեքավոր շենքերը։ Հենց որ դուք այդ մտնում բոլոր այդ տների ոչ բոլոր մեծ մաս ունեն թաղակապ ստորգետնյա շենք բաներ, նկուղներ, որոնք ֆանտաստիկ մի հատ հետաքրքրություն են բերում տալիս, էլ չեմ ասում կոնդի նույնիսկ այդ հյուղակային մասը որոշակի հետաքրքրություն է տալի։ Օրինակ հիմա Բրազիլիայի, այսպես ասեն, ոչ ֆորմալ թաղամասը եւ այլ տուրիստական շատ հետաքրքիր տեղեր են դարձել։ Բայց վտանգավոր են ամեն դեպքում Բրազիլիայում մարդիկ փոխվում են, բայց ես լինել 2005-6 թվականների կոնդի պահպանության ջատագովներից մեկը այն ժամանակ մեր վրա ծիծաղում էին ասում են Իրանում ծնվել, դե համազգա պարսկական ժառանգություն պահի Երևանում։ Ես ինքս այս հարցի պատասխանը չունեմ կոնդում ինչա պետք անել, բայց ես միաշան գիտեմ կոնդում ինչ չի կարելի անել եւ այն ինչ որ իրականացում է հիմա կոնդում, դա չի կարելի անել։ Կոնդի համար պետք է կազմում ստեղծվի մի հատ խումբ մարդկանց, որոնք շատ խոր ուսումնասիրեն կոնդը, հասկանան կոնդից ինչա պետք պահպանել, հետո պետք է մշակել չի կարելիների ցանկը կոնդում ինչ չի կարելի սարքել եւ դրանք միանշանակ բազմարակ շենքեր չպիտի լինեն դրանք եւ այլն եւ կոնդում չկառուցապատված հատվածները լրացնելով
ոչ թե կեղծ, ինչպես մեր հասկանալի։ օրբերված օրինակներն, այլ որոշակի առումով վերաստեղծվի կոնդի այսպես պատմական թաղամասի տրամաբանությունը։ Կարծում եմ կոնդի լուծումը դա է, բայց ես կասկածում եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այն քաղաքական կամքը, այն մասնագիտական այսպես մթնոլորտը, որ մենք կարողանանք դա անենք, ցավոք սրտի, ես կարծում եմ կոնդը, ինչպես եւ Երևանի մնացած պատմական թաղամասերը կորցնել ենք մենք։ Հայաստանից խոսենք ընդհանուր առմամբ հուշարձաններից, չգիտեմ, եթե դուք հիմա ուսումնասիրում եք եւ զբաղվում եք այդ հարցով, տեղեկ արդյոք բավարար չափով են ջանքեր գործադրվում եւ միջոցներ տրամադրվում Հայաստանի հուշարձանների պահպանությանը եւ որոնք են այն ամենակարկառուն հուշարձանները, որոնց վրա դուք ուշադրություն հատկապես կսևեռեիք այսօր։ Գիտեք ոնց, երկու նկատառում կարեմ ասեմ, ես կարող եմ հուշարձանների վերականգնման քաղաքականության մակարդակով ասել, խնդիրները ինչու են կայանում։ Պետությունը ավելացնում է ֆինանսավորումը։ Բայց պետությունը, ինչպես եւ եկամտային հարկի վերադարձի դեպքում կառուցապատման դեպքում չի մտածում դրա հետևանքների մասին։ Այսինքն դիցուք եթե մենք սենց 7-10 տարի եւ Հայաստանում տարեկան չեմ 10 կամ 15 հուշարձան ենք վերակառուցում, հիմա մենք վերակառուցում ենք, չգիտեմ, 40-50 հուշարձան, բայց այն դեպքում որ մենք չենք ապահովել դրա որակի կողմը։ Այսօր օրինակ հուշարձանները վերականգնվում են պետական գնումների տրամաբանությամբ, ով գալիս ամենաժան գիտեսը կարող վերականգնի։ Այդ մարդ կարող, չգիտեմ, մեկ հարկային տուն սարքողա, բայց հուշարձանի դեպքում ամբողջովին տրամաբանություն պիտի լինի։ Մենք ճարտարապետների պալատով հասցանք նրան, որ գոնե մենք ֆիքսեցինք, որ ցանկացած ճարտարապետ չի կարող համարվել վերականգնող ճարտարապետ եւ դա ճարտարապետների պալատի այն ժամանակ հենց որ նորմալ ղեկավարություն կար, այդ ժամանակվա դրա արժանինքներից մեկն մեր հաջողություններից մեկն է։ Պետությունը իր մասը չէ, պետությունը չկարողացավ ապահովել լիցենզավորման գործընթացը վերականգնող շինարարական կազմակերպությունները, որ կան այդ խնդիրը լուծվի։ Եվ այսօր մենք պետությունը ռեստավրատոր ճարտարապետներ ըստ էության։ Ռեստավրատոր ճարտարապետի հարց լուծենք, ռեստավրատոր շինարարի խնդիրը չեն կարողացել լուծենք։ Հաջորդ խնդիրը այդ ռեստավրացիայի կամ վերականգնման բնագավառում այլ մասնագետների խնդիրն է։ Այսօր Հայաստանում օրինակ մենք ունենք վերականգնող ճարտարագետ, կոնստրուկտոր, ով կանա վերականգնի։ Ամեն անգամ դրսից ենք բերում Իտալիայից թանգու կրակ։ Նույն ունենք օրինակ որմնանկարների դեպքում եւ այլն։ Պետությունը էլի չկա քաղաքականություն, մի անգամ քնել են զարթնել, վայ հուշարձաններին ինչ եք այսքան քիչ պոտալ, եկեք շատացնենք եւ այլ եւ այլ եւ այլն, բայց մենք որակ չենք կամ ապահովենք եւ ես միգուցե ավելի լավ է քիչ փող ծախսել, քիչ հուշարձան փչացնել, քան թե շատ փչացնել։ Այդ վտանգը կա փաստորեն։ Հա, այս վերջերս ես կարդում էի մշակույթի զարգացման ռազմավարությունը եւ հայկական ժառանգության պահպանությունը շատ ուշադրություն դարձել եկեղեցիներին եւ այլն եւ Հայաստանում, չգիտեմ, վարչապետի եսին հանձնարարական իման վրա մենակ ամրոցներին են ուշադրություն դարձնելու։ Այդ ամրոցները ինչի քանի հատ են կամ ամրոցները ոնց են ապահովում туриզմի զարգացման, ուզում ասեմ հայկական ամրոցները համաշխարհային կոնտեքստում ում են հետաքրքիր։ Ես չեմ ասում դա չպիտի պահպանենք, էլի։ Այսինքն այդտեղ է պետք է այդ համակարգային մտածողություն լինի։ Հուշարձանը դու պետք է ունես հուշարձան ժառանգությունը պահպանելու խնդիր, բայց նաև ունես հուշարձանի վերականգնման խնդիր, որ դու տեղական տնտեսությունը զարգացնես, զբոսաշրջությունը զարգացնես եւ այլն։ Այս հոլիստիկ ամբողջական, այսպես ասած, մոտեցումը նաև չկա այդ բնագավառում, որ կարծում եմ խնդիր է։ Եվ բնականաբար նախ եւ առաջ մեկ խնդիր պետք է լինի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եղած հուշարձանների միջավայրերը պետք է պահպանել, գիտենք, որ սանրում հաղպատ, Գեղարդ ունենք, սանրում հաղպատում ունենք որոշակի խնդիրներ, կարծում դրանց պետք է անդրադառնալ, Էջմիածին քաղաքի որոշակի հատվածներում կա պետք է կառուցապատումը շատ խիստ մոտենալ եւ այլն, եւ վերջիվերջո պետք է սկսել նաեւ աշխատել այն ուղղությամբ, որ միջազգային այսպես ժառանգության կոնտեքստում մենք հատկապես ուշ միջնադարյան կամ վաղ միջնադարյան ուրեմն ճարտարապետությամբ եկեղեցական ճարտարապետության դենք հայտնի եւ դրանց հատկապես պետք է ուշադրություն դարձնել։ Սա նշանակում է, որ դիցուք եթե նորավանքը, գոշավանքը դերևս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում չեն, դա չի նշանակում մենք հիմիկվանից չպետք է դրանց ուշադրություն դարձնենք, որ դրանց կարող չկառուցենք ինչ-որ բաներ, որ հետո դժվար լինի դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներգրավելը։ Որտեւ եւ գոշավանքը այսօր խնդիր ունենալու, եւ նորավանք ունի խնդիր, Տաթևն ունենալու խնդիր, իրանց կողքի կառուցապատումների պատճառով չեն կարող լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում լինելը ցանկացած հուշարձանի համար դա մեծ միջազգային туриզմի համար մեկ այլ այսպես ազդեցություն է լինում։ Եվ վերջում նաեւ ժամանակն արդեն մենք հասկանանք, որ այս համաշխարհային կոնտեքստում մենք նաեւ մեր ժամանակակից ճարտարապետության պահպանությամբ պիտի զբաղվենք, այսինքն մետրոյի կայարանները, չգիտեմ, խորհրդային տարիներին կառուցված շենքերը եւս պահպանության եւ հանրահռչակման կարիք ունեն։ Ունենք իմ կարծիքով Սևանի գրողների տունը միանշանակ կարող է դիտարկվի որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներգրավման արժանի, որտեղ համաշխարհային մի հատ արժեք ունի, բայց ով է դրան ուշադրություն դարձնում կամ ինչ քաղաքական կամ ինչ որ ամբիցիաներ կան, չեմ կարող ասել։
Սարատ, ուզում եմ իջել Արցախից խոսեինք, ես գիտեմ, որ ձեր ատանախոսության թեման Շուշիի հետ է կապված եղել։ Բախտաբար։ Հետ պատերազմյան Շուշիի հետ երևի թե, հա։ Դե ես ուսումնասիրել եմ հետ պատերազմը այս շրջանում։ Հա, որտեղ անցյալ դարաշրջանի Շուշին համարվում էր Փարիզի փոքր Փարիզ Կովկասի, այսպես եմ կարդացել։ Չնայած այդ հատվածը չկայրվել է եւ այլն, բայց հա, իզնից առաջ Շուշիով զբաղվել էր Շուշից որպես քաղաք զբաղվել է Մանվել Սարգսյան, որի բոլորը մոռանում ենք մասնագիտությամբ ճարտարապետ է, եւ ես այսպես ասած առաջինն էի, որ գիտական մակարդակով փորձեցի բանանել, ուսումնասիրել, չափագրեցինք Շուշիի բոլոր պատմական շենքերը, դժբախտաբար խորհրդային Ադրբեջանի վարագությունների շնորհիվ 1920-ականի ջարդերի եւ դրան հաջորդած շրջանում Գյումրիում հայկական թաղամասը ամբողջովին վերացվել են կամ շատ քիչ բաներ էին պահպանվել, այսինքն քաղաքի վերին թաղամասը, այո, քաղաքի վերին հայկական թաղամասում ջարդերի ժամանակ հրդեհվել էր հայկական թաղամասը, մինչև 50-ական 60-ական թվականների ավերակ վիճակում են բազմաթիվ մարդիկ այդ ժամանակ այցելել են եւ այլն, 80-ական 70-ական 70-ական 80-ական թվականն այդ ժամանակ դրեցին այսպես ասած պանելային շենքեր եւ այլն, եւ դրանք գրեթե վերացան այդ թաղամասերը, բայց էլի շատ արժեքավոր ժառանգություն կար եւ նաեւ կար ավելի ստորին թաղամասերը, որոնք սկզբում հայկական էին եղել, հետո ադրբեջանցիների ներխուժման արդյունքում դարձան ադրբեջանական թաղամասեր, որոնք բնականաբար կառուցվել են հայ վարպետների կողմից, որտեղ բնականաբար այնտեղի մահմեդական բնակչությունը չուներ քարի շենքեր կառուցելու մշակույթը եւ այլն։ Այդ ժառանգությունը ես ուսումնասիրեցի, մենք կարծանք չափագրել այդ շենքերը, չափագրությունը տվեցինք Արցախի այն ժամանակվա հուշարձանների պահպանությանը եւ կարծում Շուշին իրապես շատ հետաքրքիր քաղաք է, ինքը իրապես եղել է Անդրկովկասում Թիֆլիսին հավասար քաղաք ա եղել եւ իր փայլը այսպես ասած սկսել է խամրել Բաքվի նավթի հայտնագործման արդյունքում եւ նաեւ քաղաքում մահմեդական բնակչության աճի դեպքում այսօր կամաց հայերին այսպես ասած Սարատայ հարևան թշնամի պետությունը անդադ շեշտում է, որ դրանք ոչ թե արցախյան հայերի հուշարձաններ, այլ աղվանների կամ կովկասի ալբանացիների տարբեր կերպ են անվանում, այլ լինում են ինչ-որ միջազգային ֆորումներ, գիտաժողովներ, որտեղ մասնակցում են մեր ճարտարապետները եւ ապացուցում են, որ չէ, այնուամենայնիվ սրանք հայկական են եւ արդյոք կա աղվանական որևէ հուշարձան, որ կարելի լինի տարբերակել։ Ես ճիշտ ասած երկար ժամանակ Շուշիով չէի զբաղվում, ավելի շատ Երևանյան եւ այլ խնդիրներով ենք զբաղվում։ Արցախի կորստից հետո մի քանի անգամ այդն է որ լինում է միշտ խոսում եմ Շուշիի մասին։ Ես չեմ կարող լավ չեմ դիապետում այդ թեմային աղվանական, բայց աղվանականը չի կարող համարվի 17 դարի ժառանգություն չի կարելի աղվանական կարող լինի վաղ շրջան լինի, այսինքն այնքան չի մեծ ֆանտազիայի եւ ցանկության դեպքում կարողա չգիտեմ գնաս միջնադարային բայց մենք անդադ ասում ենք պնդում ենք մենք այստեղից պատասխան չենք տալիս հիմա աշխարհում կմտածեն ճիշտ են ասում որովհետեւ պատասխան տալը ինչ ալի ով պիտի պատասխան տա պատասխան պիտի տա պետությունը ինքը ոչ բանով չի տարբերվում մյուս կողմ գտնվող մարդկանցից պատասխան պիտի տա սփյուռքը պետությունը ամեն ինչ ալավ սփյուռքյան եղած համակարգեր թուլանան թուլացնել եւ այլն եւ սփյուռքում արժեզրկել են նաեւ կարողացել են հասնել եկեղեցին չգիտեմ ինչը եւ այլն անկախ գիտություն չկա երկրում որտեղ պետական ֆինանսավորման բա այսինքն Հայաստան ոնց է կա պետական ֆինանսավորման առաջ ուրիշ մի հատ պատմություններ ու իա պատվերներ տալի արևմուտքը այսպես արևմտյան ֆոնդերը ինչ որ կոնկրետ մարդկանց էին ֆինանսավորում որոնք կոնկրետ ինչ-որ բաների իմաստ են գնում, այդ մարդիկ այդ նույն ֆինանսավորումը անցել է պետությունն այդ նույն մարդկանց ֆինանսավորում եւ այս թևի համար այսպես ասած ֆինանսավորման մարդ չկա, ֆինանսավորող բան չկա եւ այդ մարդիկ պետք է գնան գիտաժողովներին հետազոտություն անեն եւ այլ չկան այն այսպես ասած ենթակառուցվածքը որպեսզի հակառակ այսպես ասած իդեոլոգիան տարածվի եւ դրսում լինի մենք ունենք օրինակ արցախցիների խնդիրներով զբաղվող են միջազգային թիմը որ ստեղծվել է Վարդանովյան ղեկավարությամբ գալիս ասում մենք մի բան ասում ենք պետք է ասում չէ ուրիշ բան է եւ այլն ու չի կարող դա լինի։ Ես կարծում եմ, որ որոշակի ժամանակ անց եւ Հայաստանում որոշակի փոփոխություններ եւ նաեւ սփյուռքի անվերգտնելու շնորհիվ միգուցե կարողանա վերբերնի, այսպես ասած, այս իրավիճակը եւ կարողանա ավելի վստահ դիրքերից խոսել եւ պաշտպանել մեր իրավունքները։ Սարատ հիմա ձեզ օրիգինալ հարց չեմ տալիս, այս հարցը հիմա շատերին են տալիս։ Ձեր կարծիքով այս իրավիճակից մենք ինչպես կարող ենք դուրս գալ, ում օգնությամբ, չգիտեմ, սփյուռքի հետ միավորվելով Դուք լավատես եք եւ ի վերջո։ Ես լավատես եմ, ինչ են ասում, Ժիժեկ էս վերջերս մի հատ շատ լավ Հոլխայմերին էր բան ցիտում, ասեց որ
պետք է տեսության մեջ լինել վատատես, գործողության մեջ լինել լավատես։ Ես այդպես եմ։ Ես կարծում եմ պետք է քննադատել։ Ես օրինակի համար նույն հիշում եք 100 գենի համակատակներ են կամ բարոյական հաղթանակի համակատակներ, ես նույն կոնտեքստում եմ ասում։ Այո, կարող ես դու պատմությանը միշտ այսպես ասած քննադատաբար մոտենալ, բայց դա չպիտի այնքան լինի, որ սկսի թուլացնել քո հիմքերը, արմատները եւ այլն։ Մենք միգուցե շատ գնացինք այդ ուղությամբ եւ հիմա էլ իշխանությունը փորձում է մեզ բզբզալ ինչ որ կեղծ օրակարգեր բերել։ Ես լավատես եմ, մենք շարունակել ենք լինել, պետք է լուծու, այս իրավիճակից գտնենք լուծումներ դուրս գալ։ Ես չեմ հավակնում, որ ունեմ ամեն ինչի պատասխանը, տեսակ, ես նույնիսկ օրինակ չեմ կոնդի դեպքում, որ կոնդով զբաղվում եմ, չեմ հավակնում պատասխաններ տալ, բայց ես գիտեմ, որ սա լուծումը խոսելով է, համախմբելով է եւ իրար նկատմամբ, այսպես ասած, այդ կեղտը հանելն է եւ տակը ինչ մնաց տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, որոնք բան են, իրանք պետք է գտնենք այդ լուծումները եւ կան։ Ես կարծում եմ հնարավոր է, շատ դժվար է լինելու, բայց ուրիշ ձև չունենք, եթե մենք ծնվել ենք հայ, ապա պիտի ամեն ինչ անենք, որ հայ մերնենք, իսկ հայ մերնելու ճանապարհը այսօր էդ է։ Վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ տալու։ Եթե ձեր կյանքի հիման վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Չգիտեմ։ Չգիտեմ, ես կուզենայի ինքը անիմացիոն ինչ-որ մուլտիկ լիներ, բայց չգիտեմ ճիշտ ասած։ Հնարավորություն եք մեկին վերակենդանացնելու։ Ում կվերակենդանացնեիք։ Մայրիկիս։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ եղել եմ դքելուց մոտ մի շաբաթ առաջ, բայց սահմանային հատվածում եղել, խորք չեմ գնացել։ Իսկ ավելի առաջ, հիմա դժվար եմ ասել, ինձ թվում է եղել եմ 2010 թվականին, երբ հանդիպել եմ Արցախի նախագահ Բակո Սահակյանին նախագահի նստավայրում, որպես կադաստրի կոմիտեի ղեկավար։ Հիշեցի։ Պատմական որ ժամանակաշրջանը կուզեիք տեսնել եւ որտեղ։ Ես կարծում եմ, ես վայելում եմ այն ժամանակաշրջանը, բուժնում եմ այն ժամանակաշրջանը, որ ես ապրում եմ, իհարկե բախտներս չբերեց վերջի 7 տարին, բայց միգուցե ես հենց նույն ժամանակաշրջան կուզենայի ապրեի, բայց եթե ինձ ասեն, չէ, դու չես կարող ժամանակը ապրեմ, ուզես թե չուզես պետք է ժամանակաշրջան ապրել, ինձ թվում է 60-ականների Երևանն եղել շատ հետաքրքիր քաղաք։ Ինչ ասել եք գեղեցկություն հայկական ձևով։ Դժվար հարց եք տալիս, պիտի պատրաստվեի պաստորեն, էլի։ Չգիտեմ, ինձ թվում է պարզություն մեր կանանց պես, մեր եկեղեցիների պես, մեր մարիայի պես պարզություն։ Օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Որ մենք 3 նախադասություն, օքեյ, մենք եղել ենք, կանք եւ կլինենք եւ մենք շատ կարևոր դեր ենք ունեցել մարդկության զարգացման համար ու դեր պիտի ունենանք։ Շնորհակալ եմ Սարհատ։ Ես եմ շնորհակալ զրույցի համար, հաճելի։